Մազերի աճը գործընթաց է, որը կարգավորվում է ոչ միայն գենետիկորեն և հորմոնների ազդեցությամբ, այլև տարբեր քիմիական պրեպարատների, վիտամինների ընդունումը և նույնիսկ արտաքին առաջին հայացքից անմեղ թվացող գործոնների ազդեցությունը կարող է դրանց աճի խթանման պատճառ դառնալ։ Ես Լիանան եմ, Epi-Lab մազահեռացման կենտրոնի տնօրենը և այսօր խոսելու ենք այն գործոններից, որոնք կարող են մեզ տհաճ անակնկալ մատուցել ակտիվ մազակալման տեսքով։ Մինոքսիդիլ։ Սա մազաթափության վերացման համար օգտագործվող ամենաարդյունավետ դեղամիջոցներից մեկն է։ Անցած տարի կեսերին այն կիրառվել է ներս ընդունման եղանակով այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ստամոքսի խոցը և զարկերակային հիպերտոնիան։ Բժիշկները բուժառուների մոտ, ովքեր անցնում էին բուժման երկար կուրս, նկատեցին հետաքրքիր կողմնակի էֆեկտ՝ հիպերտրիխոզ, մազերի ակտիվ աճ ամբողջ մարմնի մակերեսով։ Գիտնականները նկատելով այդպիսի կողմնակի արդյունք, որոշեցին դեղամիջոցն ուղղել ավելի ճիշտ հունով՝ մազածածկի վերականգնմանը գլխի հատվածում։ Եվ այսպես, անցած դարի 80-ական թվականներից ԱՄՆ-ում մշակվեցին մինոքսիդիլ պարունակող առաջին միջոցներն արտաքին կիրառման համար։ Սակայն մինոքսիդիլով մազաթափության բուժման ընթացքում կարող է նկատվել բավական տհաճ անակնկալ, հատկապես կանանց համար։ Հաճախ նկատվում է մազերի աճի ակտիվացում բակերի և այտերի հատվածում։ Սա պայմանավորված է նրանով, որ անգամ արտաքին կիրառման դեպքում մինոքսիդիլը կարող է մասնակի անցնել արյան ընդհանուր շրջանառության մեջ։ Բացի այդ, դեղամիջոցի արտաքին կիրառման դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել, որպեսզի այն պատահաբար չհայտնվի դեմքի հատվածում, ինչից հաճախ հնարավոր չէ խուսափել։ Քանի որ օրինակ, եթե այն կիրառվում է քնելուց առաջ, ապա անգամ եթե գլուխը ծածկվում է պաշտպանիչ միջոցով, միևնույն է, բացառված չէ այն դեպքը, երբ քնի ընթացքում այն կարող է բարձի մակերեսի և արդյունքում նաև դեմքի հատվածում հայտնվել, ինչի հետևանքով մազերի աճը կակտիվանա ոչ միայն գլխի, այլև դեմքի հատվածում, և աննշան աղվամազը կարող է բավական հաստանալ, առաջացնելով էսթետիկ խնդիր։ Ցավոք, պրակտիկայի ընթացքում նման դեպքեր հանդիպում են։ Ուրախալին այն է, որ նման ազդեցությունից հետո դրանք բավական արագ են ենթարկվում ասեղային մազահեռացման ազդեցությանը։ Բայց ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինել այս դեղամիջոցի կիրառման ամբողջ ընթացքում և պատրաստ լինել նման տհաճ անակնկալների։ Վիտամիններ։ Երբ մենք վիտամիններ ենք ընդունում մեր գլխի մազերի աճը բարելավելու համար, կարևոր է հասկանալ, որ դրանց ազդեցությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա։ Մազերի ֆոլիկուլները ամբողջ մարմնի, գլխի, դեմքի, ձեռքերի, ոտքերի և այլ հատվածների վրա նույն կերպ են արձագանքում սնուցիչներին։ Տարբեր վիտամիններ կարող են խթանել արյան շրջանառությունը, ամրացնել ֆոլիկուլները, ինչը նպաստում է մազերի աճին։ Այսպիսով, եթե նկատում եք, որ ձեր գլխի մազերը վիտամինների ընդունման ընթացքում ավելի արագ և հաստ են աճում, մի զարմացեք, եթե նմանատիպ փոփոխություններ տեսնեք ձեր մարմնի այլ մասերում։ Սա բնական գործընթաց է, քանի որ վիտամինները գործում են համակարգային։ Կարևոր է պահպանել բալանսը և չգերազանցել առաջարկվող դեղաչափերը անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ մազերի քանակն իրականում չի ավելանում։ Մենք ծնվում ենք ֆոլիկուլների կոնկրետ քանակով, և ամբողջ կյանքի ընթացքում դրանք չեն ավելանում։ Մազերն աճում են խումբ-խումբ։ Մի խմբի մազերն աճում են, ծերանում, սկսում թափվել և դրանց աստիճանաբար փոխարինելու են գալիս այլ խմբի մազեր։ Վիտամինների ընդունման արդյունքում մարմնի վրա մազերի աճի փոփոխություն կարող է դիտվել դրանց ավելի հաստանալու տեսքով կամ ավելի երկարելու տեսքով, կապված այն բանի հետ, որ մազերի աճի ակտիվ փուլը, անագենը, կարող է երկարել լրացուցիչ սնուցման արդյունքում։ Մազածածկի քանակի փոփոխություն կարող է թվալ այն պատճառով, որ կապված ակտիվ աճի փուլի երկարելու հետ այն մազերը, որ արդեն պիտի թափվեին նորերի աճին զուգընթաց, մի քիչ ավելի երկար են պահպանվում մարմնի մակերեսին, իսկ նորերն էլ շտապում են աճել։ Արդյունքում տեսնում ենք մազերի քանակի թվացյալ աճ։ Մարմնի մազերի աճի փոփոխությունները շատ աննշան են և կարող են նույնիսկ նկատելի չլինել, սակայն դրանք կարող են լավ արտահայտված լինել պրոբլեմային հատվածներում, որտեղ արդեն կա մազերի ակտիվ աճ, և եթե անձը գտնվում է մազահեռացման կուրսի մեջ և ընթացքում սկսում է վիտամիններ ընդունել, բնականաբար
շատ ուշադիր լինելով մազահեռացման հատվածում մազերի աճի ակտիվության եւ դրանց քանակի նվազման տեմպին, կարող է ակնհայտ փոփոխություններ նկատել։ Սակայն ինչպես նշեցի, դա մազերի քանակի թվացial աճ է, որտեղ հանդիպում են այն խմբի մազերը, որոնք արդեն պետք է թափված լինեին, եւ այն խմբի մազերը, որոնք լրացուցիչ սնուցման արդյունքում շտապել են աճել։ Կուրսը նորմալ ընթացքի մեջ է, քանի որ այդ մազերը միևնույն է պետք է մշակվեին երկու տարբեր պրոցեդուրաների ընթացքում կամ արդեն մեկ պրոցեդուրայի ընթացքում, որտեղ իրար հանդիպել են, չնայած որ բնական ընթացքի դեպքում չպիտի հանդիպեին։ Այո, մեկ պրոցեդուրան այս պարագայում կարող է ավելի երկար տևել, բայց դա չի նշանակում, որ մազերի քանակի նվազման տեմպը պակասել է։ Եթե մարմնի որևէ հատվածում մազերն ընդմիշտ հեռացվել են ասեղային մազահեռացման միջոցով, ապա ոչ որևէ դեղորայքի, ոչ վիտամինների ընդունման, ոչ հորմոնալ փոփոխությունների դեպքում մազերի աճ չի նկատվի։ Ինչպես նշեցի, մենք ծնվում ենք ֆոլիկուլների կոնկրետ քանակով եւ եթե ժամանակին մարմնի որևէ հատվածի բոլոր ֆոլիկուլները ենթարկվել են ասեղային մազահեռացման եւ զրկվել են մազ ձևավորելու ունակությունից, ապա ոչ մի ներքին եւ արտաքին գործոն չի կարող նորից խթանել մազերի աճ։ Այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը, հետևեք Epi-Lab-ի շարքին, եթե ցանկանում եք ավելացնել ձեր գիտելիքներն ընդմիշտ մազահեռացման մասին, եթե մտածում եք մազահեռացմամբ զբաղվելու մասին կամ պարզապես հետաքրքրված հաճախորդ եք եւ ուզում եք իմանալ ավելին ընդմիշտ մազահեռացման մասին։ Ուղարկեք նաեւ մեզ թեմաներ, որոնց ձեր կարծիքով արժե անդրադառնալ առաջիկա թողարկումներում։ Կհանդիպենք Epi-Lab-ի խոսափողի մոտ։